Բարոյձեզ Ֆակտոր TV հյուրը Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանն է, ողջույն պարոն Երիցյան, տեղի ունեցած նոր-նորքի վարչական շրջանի շենքում ինչպես է գնահատում։ Իհարկե դատապարտելի է բռնությունը եւ այդ կադրերը բավականին զզվելի են, բոլորը տեսել են, բայց ինձ համար զարմանալի չեն առնվազն, որովհետեւ նման կադրեր մենք տեսել ենք հենց ավականու դահլիճում, երբ որ վարչական շրջանի ղեկավարները ծեծում էին ավականու անդամների, երբ որ տարբեր այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բռնություն են կիրառել եւ իրենցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ եթե այս համատեքստում ենք դիտում այս դեպքը, բնականաբար, եթե պատասխանատվության չեն ենթարկվում, սա նաև ուժեղացնում է այդ այլ քրեական տարերին, այլ թաղապետերին եւ այդ ընդհանրը հերթական դրսևորումներ։ Եթե կհիշեք նախորդ թիվ, այդ դեպքից մի օր առաջ քաղաքապետը երբ որ հարցազրույց էր տալիս, կարծեմ հենց ձեր լրատվամիջոցին, նշեց, որ այն մարդիկ, ովքեր մեզ կհայհոյեն, թող չկասկածեն, որ պատասխան են ստանալու։ Մեկ օր հետո այդ պատասխանը բռնության եւ ուժի կիրառման դեպքով ստացան։ Այսինքն այստեղ պատասխանատվությունը ոչ միայն վարչական շրջանի ղեկավարինն է, նաեւ քաղաքապետինն է, իրենց հետ կոալիցիայում գտնվող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն է եւ անձնապես վարչապետինն է, ով որ 7 տարի է չի կարողանում քրեական մշակույթի եւ բռնության մշակույթի դեմ պայքարել։ Եվ այդ պայքարը կրում է միայն ձևական բնույթ։ Իսկ ակտիվիզմի այսպիսի դրսևորման մասին ինչ կասեք։ Ակտիվիզմի տարբեր դրսևորումներ կարող են լինել, որոշ դրսևորումներ ինձ համար կարող են լինել ընդունելի, որոշ դրսևորումներ ոչ ընդունելի, բայց հանրային պաշտոնյաները ընտրված կամ չընտրված նշանակոյ պաշտոնյաները պետք է ունենան հանրային քննադատությունը ընդունելու բարձր նշաձող։ Այս իշխանության նշաձողը չափազանց ցածր է եւ բոլոր տեսակի ընդդիմադիրներին փորձում են տարբեր տեսակներով լրացնել եւ ստեղ ակցիայի տեսակը բացարձակ կապ չունի։ Ես ավականու անդամ էի, ով որ քննադատում էր իշխանություններին եւ իրենք ազատվեցին ինձնից մանդատը ինձնից խլելով։ Լրագրողներից ազատվում են իրենց ճնշելով, թիրախավորելով եւ փաստորեն նույնը տեղի ունեցավ այս դեպքում։ Իհարկե, այդ ակցիան ինձ համար այդքան էլ ընդունելի չէր, գոնե ես ակտիվիզմը այդպես չեմ պատկերացնում, բայց դա չի նշանակում, որ մարդուն պետք է բռնության ենթարկել, ծեծել, սպանել։ Սադրանքի խելացի մարդիկ չեն ենթարկվում, հավասարակշռված մարդիկ չեն ենթարկվում, բայց Տիգրան Ավինյանի կադրային քաղաքականությունը այնպեսին է, որ իր թաղապետերը մեկը մեկից ավելի անհավասարակշիռ են, անկիրթ եւ կրում են այն բարքերը, որոնց դեմ իբր թե հեղափոխությունից հետո իրենք պայքարում են։ Տեսեք, Հանրապետություն կուսակցության հայտարարությունում նշված է, որ սա պլանավորված կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական ղեկավար կամ քաղաքապետ է, չէ, այլ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը, ժողովրդավարություն պետք է պաշտպանված լինի օրենքով, անհրաժեշտության դեպքում նաեւ ուժով դարձյալ մեղադրանքներ կան այսպես նախկինների ուղղությամբ եւ մեջբերում ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս -1 ձևավորել եւ անդամակցության գործընթաց նախաձեռնած Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող միութենական պետությանը դեմ եւ Հայաստանի ինքնիշխանություն բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին պարբերական սադրանքների մեջ ներքաշել։ Լսում եմ եւ ծիծաղից բացի ոչինչ այս հայտարարությունը չի առաջացնում, ցավում եմ, որ այդ կուսակցության քաղաքական միտքը հատակին հասել է, հատակն էլ ծագել է եւ դուրս է եկել, որովհետեւ կապել այս արարքը կամ այն արդարացնել պետականությունը պահպանելու կամ իրենց եվրոինտեգրման օրակարգով ուղղակի աբսուրդի ժանրից է։ Ես կարծում եմ, որ եվրոպական ինտեգրման օրակարգի հետ այս կուսակցությունը որևէ կապ չունի եւ առհասարակ ոչ թե իրենք են պաշտպանում պետությունը եւ ինքնիշխանությունը, այլ մեր պետությունը, ինքնիշխանությունը եւ Հայաստանի եվրոպական ապագան պետք է պաշտպանել նման թափթփուկներից, ինչպիսին իրենք են եւ այդ կուսակցության ներկայացուցիչները։ Երիցյան ամեն դեպքում կապ չունի, էլի։ Ես որակում եմ տալիս այն իրավիճակին, որը ստեղծվել էր, միայն փողոցային խուժանը կարող էր 15 հոգով մեկ մարդու վրա հարձակվել։ Իրենք ասում են, որ ցանկացած տղամարդ իրեն այսպես կպահեր, տղամարդկության մասին պատկերացումներն էլ կարծում եմ իրենց մոտ շատ շեղված են եւ խեղված են։ Նրանք նախաձեռնել են ամեն դեպքում ստորագրահավաք, ասում եք կապ չունեն եվրոինտեգրման հետ, Հանրապետություն կուսակցություններ չէ նախաձեռնողներից։
փաստացի եվրոպական արժեքների հետ իրենք կապ չունեն, թե քաղաքական process-ներում ինչ են նախաձեռնել, շատ կներեք, եթե Եվրոպա մեզ այսպես են տանում, ես խիստ մտահոգված եմ, թե ուր են իրենք մեզ իսկապես տանում, հա։ Այդ վարքագիծը, որ մենք տեսանք, դա ոչ թե եվրոպական քաղաքակիրթ որևէ երկրի քաղաքացուն էր բնորոշ, այլ հետամնաց ցեղախմբերին, որոնք հարցերը լուծում են բռնության միջոցով, այլ ոչ թե խոսքով։ Իհարկե հայհոյանքը հաճելի չէ, եւ ես նաեւ դա չեմ ողջունում, բայց միևնույն ժամանակ հանրային պաշտոնյան չի կարող եւ չպետք է հայհոյանք հնչեցնի կամ բռնություն գործադրի։ Սրանք անհամատեղելի են հանրային պաշտոնի հետ։ Կապ չունի թե ինչ տեսակի հայհոյանք է հնչել, ինչ տեսակի սադրանք, հանրային պաշտոնյան ունի վարքականոնի հստակ կանոններ, շրջանակներ, որոնցից դուրս գալ չի կարող։ Ի վերջո այդ մարդը ֆինանսավորում է մեր հարկերից, նստում է մեր կողմից պահպանվող շենքում եւ ընդունում է քաղաքացիների եւ նման վարքը ուղղակի ընդունելի չէ։ Ես շատ ցավում եմ, որ որևէ գնահատականի այս վարքագիծը չարժանացավ ոչ իշխող խմբակցության կողմից, լայն հասարակության դատապարտել էր։ Շատ լավ, դատապարտում են, բայց դատապարտում են սակայն, պետք է դատապարտել առանց բայցերի եւ սակայնների եւ լավագույն դատապարտելը կլինի օր առաջ այդ մարդուն ազատել պաշտոնից, օր առաջ մանդատները պետք է վայր դնեն բռնությունը խրախուսող ավականու անդամները եւ այդ միջադեպին մասնակցած ավականու անդամը մասնավորապես եւ դրան պետք է հետեւի իրավական պատասխանատվություն։ Իրավական պատասխանատվության չեն ենթարկվում բռնարարները եւ դրա համար բռնության շղթան շարունակվում է եւ այդ բռունցքները շատ հաճախ իջնում են արդեն իշխող խմբակցության падգամավորների եւ նրանց ծնողների ու բարեկամների վրա։ Սա նույնպես ես չեմ ընդունում եւ քննադատում եմ։ Դուք տեսաք Վահագն Ալեքսանյանի մայրիկին տարեց, ինչպես են վարվում ընդդիմադիր ակտիվիստները։ Տեսել եմ եւ առանց բայցերի եւ առանց սակայնների դատապարտել եմ, ինչպես դատապարտել եմ Արթուր Չախոյանի հետ տեղի ունեցածը։ Բռնությունը չպետք է տեղ ունենա մեր հասարակությունում, մեր հանրությունում, կապ չունի դա ում նկատմամբ է, բայց լծակները այդ իշխանությունը կանխարգելելու այսօր իշխող խմբակցության եւ կառավարության ձեռքում են։ Եթե իրենք չեն կանխարգելելու եւ որևէ իրական քայլեր չեն ձեռնարկելու եւ իրենց լռությամբ ու իրավական համակարգը անպատասխան թողնելով այս բոլոր գործողությունները մեն խրախուսելու են։ Սա շատ լավ օրինակ է մյուս քաղաքացիների համար, որ կարելի է հարցերը այդպես լուծել։ Հույսը մի դրեք իրավապահների, դատական համակարգի, արդարադատության վրա, որովհետև այդ համակարգերը մեր երկրում չեն աշխատում։ Հայհոյել են քեզ, դանակը վերցրու եւ ուղղակի մարդուն հարվածի դանակով։ Սա է այն մեսեջը, որը ուղարկում են հասարակությանը։ Եվ իշխանությունները իհարկե գալիս գնում են, փոխվում են, հանրապետությունն էլ կգնա այնտեղ, որտեղ պետք է լինի քաղաքացիական պայմանագիրն էլ, ինձ ավելի շատ անհանգստացնում է հասարակության արձագանքը այս երևույթներին, թե Վահագն Ալեքսանյանի մոր դեպքում, թե մյուս դեպքում, հա։ Հասարակությունը այնքան բևեռացված է, որ հիմնականում երկու կողմերն էլ արդարացնում են բռնությունը։ Եվ տարեց կնոջ նկատմամբ այդ թիրախավորումը այսօր արդարացվում էր, որովհետև նա Վահագն Ալեքսանյանի մայրն է, այսինքն բռնությունը արդարացված չէ, բայց քանի որ Վահագն Ալեքսանյանի մայրն է, այն արդարացնում են։ Նույնը Չախոյանի դեպքում, քանի որ ինքը սադրանքի է դիմել, քանի որ ինքը ֆինանսավորվում է այս կամ այն քաղաքական ուժի կողմից, ապա իհարկե դատապարտելի է բռնությունը, բայց իր նկատմամբ կարելի էր։ Եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, ապա ես շատ ցավում եմ, որ մեր հասարակությունը դեգրադացվում է։ 7 տարի անց իշխանափոխությունից հետո մենք նույն տեղում ենք, որտեղ որ կանգնած ենք եղել, եթե ոչ ավելի վատ։ Պարոն Երիցյան, տեսեք, իհարկե բռնությունը դատապարտելի է առանց բայցերի, էլի, այսինքն չասենք դատապարտելի է, բայց եւ այլն։ Հետևյալը կա, համաձայն չեք հայհոյանքը, վիրավորանքը քաղաքապետարանի հայտարարությունից են բերում, արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք եւս բռնության ձևեր են եւ չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում, այ որից դուր կգա, ասենք ինձ եւ ձեզ։ Ես հարցում եմ քաղաքակիրթ մարդու, ես գիտեմ ում եմ հյուր հրավիրել այս թեմայով զրուցելու, հա, որից նման վարքագիծ չես տեսնի եւ դուք իրավունք ունեք խոսելու այս թեմայով։
հաստատ ինձ եւ ձեզ դուր չի գա, երբ որ մեզ վիրավորեն, մեր արժանապատվությունը նվաստացնեն եւ դա բռնության տեսակ է, անգամ խետ հայացքը կարող է նմանատիպ ընկալվել իմ եւ ձեր կողմից, հա։ Եվ ինչ պետք է անենք, դանակը վերցնենք, ընկնենք մարդու հետևից։ Դե քաղաքապետարն ասում է բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, նշենք հայհոյանքը, վիրավորանքը, անհատական արժանապատվությունը վաստացնող վարքը եւս բռնություն է։ Այդ միգուցե ընդդիմադիրներն էլ իրենց պայքարի միջոցը վերանայեն։ Նորից եմ ասում, որ սրանք ընդհանրեն սիմպտոմներ են մեր բևեռացված հասարակության, իշխանությունների կողմից տարածվող ատելության մթնոլորտի, իշխանամերձ փորձագետների եւ գրպանային էքսպերտների կողմից տարբեր մարդկանց թիրախավորման, այս անհանդուրժողականության մթնոլորտում եւ հայհոյանքը լեգիտիմացվել է նաեւ այս իշխանությունների օրոք, որոնք որ նույնպես հայհոյանքով խոսում են, մարդու դեմքին թքում են եւ այդ քրեական մշակույթից շատ հեռու չեն։ Այսինքն քաղաքապետարանը շատ ազնիվ ավելի կլիներ, եթե այդ հայտարարության մեջ մի քիչ ավելի բազմակողմանի անդրադառնար կատարվածին, որովհետեւ փաստացիորեն քաղաքապետարանի նշանակովի պաշտոնյան կամերաների դիմաց ոհմակով հարցակվում է եւ ծեծում է մարդուն։ Նման բան գոնե նախկինում ես չեմ հիշում, որ լիներ։ Ընդ որում չի կաշկանդում իրեն մարդկանց ներկայությունը, կամերաները եւ այլն, եւ նա հայտարարում է, որ հայհոյել եմ, լավ եմ արել, ծեծել եմ, լավ եմ արել։ Ու սրանից հետո ոչ մի պատասխանատվություն չկա, քաղաքական պատասխանատվություն չկա, իրավական պատասխանատվություն չկա։ Մարդը ոնց վստահի ոստիկանությանը, եթե ոստիկանները ձերբակալում են տուժողին, այլ ոչ թե բռնարարին։ Եվ միջև այսօր այդ բռնարարը եւ այդ խմբակը, ոհմակը ազատության մեջ է, որևէ քաղաքական իրավական պատասխանատվություն չկա։ Ես կարծում եմ, որ իսկ ընդդիմությունը իր գործիքակազմը վերանայելու խնդիր չունի, այո, բողոքել, դժգոհել, սուր խոսել եւ այլն, բայց որոշ չափով չափը ճանաչել ամեն դեպքում։ Գիտեք, նույն ձևով կարելի է ասել լրագրողները արդյոք ունեն իրենց գործիքակազմը վերանայելու կարիք։ Կարծում եմ, որ ոչ։ Այսօր լրագրողները շատ կարևոր աշխատանք են կատարում, այդ թվում ձեր լրատվամիջոցը, բայց շատ լրատվամիջոցներ գուցե ում հետ դուք կամ մենք չենք կիսում, ընդհանուր արժեքներ չունենք, որոնք ֆինանսավորվում են տարբեր կենտրոններից քաղաքական, բայց պլուրալիզմը եւ ժողովրդավարությունը դա են ենթադրում։ Որևէ հակաօրինական գործողության կոչ ես չեմ անում եւ չեմ խրախուսում, բայց ինչ որ օրենքի սահմաններում է, խոսքի ազատության սահմաններում է, դա պետք է տեղի ունենա եւ քննադատությունը պետք է ընդունել։ Հանրային պաշտոնյաները, պետական այրերը պարտավոր են ընդունել քաղաքացիների, ակտիվիստների, լրագրողների քննադատությունը, հարցերին պատասխանել։ Այսօր մենք տեսնում ենք այդ առումով հետընթաց։ Լրագրողը հարց է տալիս պաշտոնյային, ինքը պատասխանում է, որ դուք ես ինչ օրակարգ եք ներկայացնում, ձեր հարցին չեմ պատասխանի եւ այլն։ Խոսքի ազատության ինձ թվում է շրջանակը եւ ընդհանրապես քաղաքացիական ակտիվիզմի բավական նեղանում է մեր երկրում եւ այն փոքր տարածքը, որը հեղափոխությունից հետո նվաճվել էր, այսօր այդ տարածքը նույնպես վերցնում են քաղաքասարակությունից, վերցնում են լրատվամիջոցներից, բլոգերներից, ակտիվիստներից եւ ինձ նաև զարմացնում եւ զայրացնում է, որ նույն քաղաքասարակության ներկայացուցիչները կամ իրավապաշտպանները, ովքեր իրենց այնուամենայնիվ այդպես են համարում, այս բոլոր իրադարձությունները բայցերով ու սակայնով են մեկնաբանում եւ նույնպես արդարացնում են բռնությունը։ Բռնությունը որևէ դեպքում չի կարող արդարացվել եւ իրենք պետք է հիշեն, որ այդ բռունցքները, ովքեր որ արդարացրել են, վաղ թե ուշ մոտիկից տեսնելու են անձամբ, որովհետեւ այսօր գուցե իրենք կանգնած են ավելի մոտ իշխանություններին եւ պաշտպանված են զգում, բայց վաղը, երբ որ այդ իշխանությունները չեն լինելու է այն, ինչ որ լինելու է։ Բռնությունը ինքը շղթայական է եւ բռնություն է ծնում։ Իսկ ինչ կասեք, ինչու է ամեն դեպքում այսքան ագրեսիա կուտակված, ես չեմ ուզում ասել հասարակության մեջ, որովհետեւ փողոցում քայլելիս կներեք, բայց մենք կարող ենք տեսնել, որ կարող են անծանոթ մարդիկ մոտենալ եւ սայլակավոր կնոջը օգնել անցնել մայթը կամ աստիճաններով իր երեխային իջեցնել ներքև, եկեք չծայրահեղացնենք, որ մենք բռնության եւ այսպես ծեծ ու ջարդի հասարակություն ենք։ Բարի դեպքեր ամեն տեղ կարելի է հանդիպել, հա, բայց քաղաքական գործիչներն են շատ չարացած, հատկապես Երևանի ավականուն, եթե այսպես մրցույթ կազմակերպվի բռնարարքների, ավականին հաստատ առաջին տեղում է, ազգային ժողովին նույնիսկ չեն հասնի։ Երբ որ բռնությունը մնում է անպատժելի եւ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ,
ինքը ստանում է բազմապատկման էֆեկտ։ Սա շատ հայտնի է եւ քանի որ բռնարարները ազատության մեջ են, պատասխանատվության չեն ենթարկվում, բռնության ու քրեական մշակույթի դեմ պայքարը լոլոների եւ լոզունգների մակարդակում է մնում, արդարադատության համակարգը եւ իրավապահ համակարգը բռնության դեպքերին արձագանքելու բավարար մեխանիզմներ չունի եւ ավելի շատ քաղաքական կամակատարների է հիշեցնում, ինչպես նաեւ նախկինում էր։ Այս պարագայում այդ բռնությունը տարբեր տեղերից դուրս է գալու եւ ավականու դահլիճում եւ այլն։ Նույն հաղորդումը սկսեցինք, ես խոսեցի դեպքի մասին, երբ որ ավականու անդամի ծեծեցին կամերաների առաջ։ Այդ դեպքը որևէ գնահատականի չարժանացավ, ոչ իրավապահների կողմից, ոչ մարդու իրավունքների պաշտպանի կողմից եւ ոչ էլ քաղաքական գնահատականի։ Մարդը շարունակում է աշխատել, շարունակում է, այսինքն այդ բռնությանը գնահատական չենք տալիս եւ դա է պատճառը, որ այն կրկնվում է։ Նույն ազգային ժողովի նախագահի դեպքը, երբ որ ինքը թքեց քաղաքացու դեմքին եւ ոչ միայն հրաժարական չտվեց, այլև մինչեւ օրս պաշտոնավարում է։ Տիգրան Ավինյանի հոր դեպքը, երբ որ ինքը հասարակության մեծ մասին վիրավորեց, հայհոյեց, դրա համար որևէ պատասխանատվություն չհետևեց։ Այսօր օրենքի գերակայության ունեցողներին, եկեք ասենք 6 բասին, հուսամ դե 200,000 քաղաքացի ունենք օպել վարող, դա հասարակության մի ստվար զանգվածն է, զգալի մասը, բայց բնականաբար դա նաև ակնարկում էր դրանով իրենց ընտանիքներին եւ ընդհանրապես միջին խավին, կարելի ասել, որը մեր երկրում բավականին մեծ թիվ է կազմում։ Ինչևէ, օրենքի գերակայության տեսանկյունից եթե խոսենք, չպիտի պաշտոնյաները ավելի պաշտպանված լինեն, քան հասարակ մարդիկ։ Պատկերացրեք այդ միջադեպը իմ ու ձեր մասնակցությամբ լիներ, մենք այդ բռնությունը գործադրեինք պաշտոնյայի նկատմամբ կամ հասարակ քաղաքացու նկատմամբ։ 1 րոպե հետո մեզ կձերբակալեին ու մենք կհայտնվեինք բանտախցում։ Պատկերացրեք, եթե Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետը իրեն դա թույլ տար, քանի որ ընդդիմադիր է, 1 վայրկյանում ինքը կհայտնվեր անազատության մեջ, բայց ստացվում է, եթե դու իշխանության ներկայացուցիչ ես կամ գործընկեր ես կոալիցիոն, ապա քեզ ամեն ինչ թույլատրված է։ Դու կարող ես թույլատրել ապօրինի, անօրինական վարք եւ քեզ ոչ մի բան չի լինելու։ Եվ սա պետք է ասեմ, որ շատ բնորոշ է թաղապետի ինստիտուտին։ Տարիներ շարունակ ինչ է իրենից ենթադրել այդ ինստիտուտը։ Քրեական կապեր ունեցող, շրջապատ ունեցող, ձայներ հավաքող մարդիկ, ու այդ ինստիտուտը չի բարեփոխվել։ Եթե նախկինում նույն մարդիկ այդ ձայները բերում էին եւ այդ տասովկաները անում էին նախկինների համար, այսօր անում են ներկաների համար եւ ապագաների համար էլ անելու են։ Այսինքն այդ թաղապետարաններում կենտրոնացված խուժանների նպատակը հիմնականում ընտրությունների ժամանակ տարբեր մանր-մունր գործեր անելն է, այդ մասով պատվով կատարեց իր գործը նոր-նորքի թաղապետը, որովհետև իրոք համապատասխանում է թաղապետի լավագույն օրինակին։ Եվ Տիգրան Ավինյանը իր շուրջը հավաքել է այդպիսի մարդկանց։ Նայեք, ովքեր են այսօր թաղապետերը, ինչ վարք են դրսևորում, ինչպես են իրենց պահում, թե ավականու դահլիճում, թե դրանից դուրս, թե իրենց շենքերում, շենքշինություններում։ Ռազմիկ Մկրտչյանը ինչպես է իրեն պահում։ Ռազմիկ Մկրտչյանը հենց այն թաղապետն է, ով որ իր անունը հնչեցրել եմ պատականության սկզբունքով չիմանալով պատասխանը անկեղծ ասել։ Ասեմ, որ այն դեպքը, որը նկարագրում էի, հենց ավականու անդամի ծեծի հիմնական դերակատարը ինքն էր եւ մինչեւ օրս ինքը որևէ ինքն է եղել ծեծողը ավականու անդամին, գլխին հարվածողը ամենուր այդ բոլոր կադրերը կան։ Ընդ որում մի բան էլ ասեմ, որ շատ կարևոր է այստեղ քաղաքապետի դերը, որովհետև նույն անձը, ում դուք նշեցիք, աշխատանքի անցել Հայկ Մարությանի ժամանակ։ Եվ պատկերացրեք, եթե իր ժամանակ Մկրտչյանը, այո, ծեծող թաղապետ եք փաստոր նշանակել այն ժամանակ։ Այդ եմ ուզում ասել, որ այդ ժամանակ իրենից նման վարք ակնկալելը ուղղակի անհնար կլիներ, որովհետև դու նայում ես նաև քո ղեկավարին, ով որ նման վարք բացառում էր, որ ցույլ տար։ Նույն Անի Խաչատրյանի եւ այլն այդ կանանց վարքը միշտ այդպեսին ա եղել նաև նախորդ քաղաքապետի ժամանակ, բայց որևէ թթու խոսքի կամ ել չեմ ասում ինչ որ մարմնական վնասվածքի կամ ֆիզիկական բռնության, դա կլիներ ֆանտաստիկայի ժանրից։
Իսկ արդեն երբ որ Ավինյանը ինչ օրինակ է ծառայում իր քաղաքապետերին։ Ավինյանը չի ասում գնացեք ծեծեք սիրելի թաղապետեր։ Դե դա ասելու տարբեր ձևեր կան, կոնկրետ երեկվա իր հարցազրույցում նա ասեց, ով որ մեզ կհայհոյի, պատասխանը կստանա։ Ես դա կարծում եմ հենց որ ասում է գնացեք եւ դրանց հարցերը լուծեք, հստակ մեսիջ ուղարկեց թաղապետին։ Նույնը իր աչքի առաջ ավականու դահլիճում ավականու անդամ են ծեծում, նրանից հետո երբ ինքը վերջին բառապաշարով փողոցային վիրավորում է ավականու անդամներին եւ պայմաններ է ստեղծում, որպեսզի իր ոհմակը գա ու իրան պաշտպանի։ Տարոն Մարգարյանին ոնց էին կեղտաջրերից պաշտպանում, այսօր այդ կեղտաջրերն էլ չկան, բայց Ավինյանին պետք է պաշտպանել եւ փայփայել, որպեսզի հանկարծ որևէ մեկը ինչ-որ մի բան չասի։ Իսկ պարոն Յայցյան, կա մի դրվագ, որ ձեր կարծիքով ընդդիմությունը իր գործելակերպում պետք է վերանայի։ Իշխանությունը լավ է անում, քննադատում ենք, դա ձեր գործն է։ Իսկ ասես ընդդիմադիր գործընկերներին ասելու բան ունեք։ Իհարկե ունեմ, նախ ուզում եմ ասել, որ այսօրվա հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, բայց ավելի լայն ընդդիմությունը շատ արժանի այն իշխանությանը, որը ունենք, եւ մեկը մյուսով այնուամենայնիվ ընդդիմադիր դաշտի մեծ մասը իրենք համահունչ քայլում են եւ մեկի վերարտադրումը կախված է մյուսից։ Եվ մենք ունենք իշխանություն եւ ընդդիմություն, որը նույն քաղաքական մշակույթի երկու տարբեր կենտրոններ են։ Այսինքն դուք իրարից ոչ մի բանով չեն։ Դե մենք մեզ ասում ենք նոր ուժ, հույս ունենալով, որ մենք այդ հին ուժերի հետ որևէ աֆիլիացիա կապ չունենք, ու ես այնուամենայնիվ ինչքանով շփում ունեցել եմ աշխատանքի բերումով ավականում, թե այս իշխանությունների թե նախկինների հետ, ես վստահ եմ, որ մեր ԴՆԹ-ն քաղաքական այնուամենայնիվ շատ տարբեր է, եւ այն պահվածքը, որ այսօրվա իշխանություններն են թույլ տալիս, եւ այն պահվածքը, որը նախկինում թույլ են տվել ու այսօր էլ այդ գործիքակազմը օգտագործում են նախկին իշխանությունները, շատ համահունչ է։ Դրա համար ես կարծում եմ, որ փոխվել են մարդիկ, բայց չեն փոխվել քաղաքական արժեքները, քաղաքական մշակույթը եւ ուղղակի տարբեր դեմքերով են դրանք ներկայանում։ Ես կարծում եմ, որ նոր իշխանությունները նախկին իշխանությունների ավելի կատարելագործված, ավելի փոխկապավոր եւ ավելի ինտելիգենտ տեսակն են, որոնց ներսում թաքնված են նույն բակային, տղայական, խուժանական, քրեական արժեքները, որոնք ունեին նախկինները։ Այսօր համացանցում մի դրվագ տեսա, որ անգամ Շմայսը զարմացել էր, թե այսպես կարելի էր, փաստորեն կարելի էր։ Իրենց արդեն ամեն ինչ կարելի է, իրենք չեն նայում օրենքին, չեն նայում իրավունքին եւ քանի դեռ իշխանության են, ամեն հաջորդ օրը լինելու է շատ ավելի վատ, որովհետեւ քաղաքացիները սա մարսում են։ Ինչքան մարսելու ենք, այնքան ստանալու ենք ավելին։ Թանկացումները մարսեցինք, ստանալու ենք ավելի շատ թանկացումներ, բռնությունը մարսեցինք, ստացանք ավելի շատ բռնություն։ Նույն նոր-նորքի քաղաքացիները, եթե ունենային բնակիչները այնտեղ քաղաքացիական դիրքորոշում, օրինակ մեկ այլ երկրում այդ վարչական շրջանը կմտներ վարչական շրջան ու այդ մարդուն դուրս կշպրտեր վարչական շրջանի շենքից, որտեղ ինքը հատկապես որ ընտրված պաշտոնյա չէ, նշանակովի է եւ այլն եւ այլն։ Բայց նաև մեր հասարակությունը ինձ շատ անելիք ունի այս առումով։ Մենք նույնպես պետք է կրթվենք եւ դա կրթվելը նորաձև է, արշավին չի վերաբերում, ուզում եմ ասել։ Կարծում եմ, որ նոր-նորքի թաղապետը կարող է մասնակցել կրթվելը նորաձև է արշավին, վստահ եմ շատ սովորելու բան ունի եւ այդ արշավի ընթացքում վարչապետը շատ հետաքրքիր լոլոներ է կարդում արդարադատության, իրավական համակարգի, քրեական մշակույթի, բռնության մշակույթի, տղա լինել չլինելու, ով է լավ տղան, ինչի են հայհոյանք տղաներին սովորեցնում փոքր տարիքից եւ այլ շատ հետաքրքիր բաներ կարող է սովորել, բայց այդ լոլոներին ցավոք որևէ մեկ այլևս չի հավատում։ Պարոն Յայցյան, ուր է Հայկ Մարությանը, ասում են ձեր ընդդիմախոսները տրանսպորտի դեմ եք պայքարում թանկացման նկատի ունեն, ոչ թե հենց տրանսպորտի, ոնց որ չստացվեց 150 էլ մնաց, այսինքն առավելագույնը 100 դրամ չմնաց եւ մարդիկ ասում են, այդպես պայքարը ժամկետով էր փաստորեն, պարոն Մարությանը եկավ, չստացվեց, հիմա անհետացավ, այո։ Պայքարը իրականում ժամկետով չի, պայքարը անժամկետ է եւ այդ պայքարը շատ քաղաքացիներ շարունակում են եւ դա երևում է տրանսպորտի հավաքագրումների առումով, որոնք վաղուց արդեն չեն հրապարակվում, որովհետեւ չեն արդարացնում այն սպասելիքը, որ իշխանությունները ունեին։ Այս վերջերս բռնության դեպքեր եղան բոյկոտողների նկատմամբ, մեկի մասին ես հրապարակել էի, որից հետո աշխատանքից վարորդը հեռացվեց։
Այսինքն process-ները շարունակվում են, բայց դա 1 օրվա, 2 օրվա, 3 օրվա պայքար չէ։ Եվ ակնկալել, որ Հայկ Մարությանը եւ իր թիմը պետք է 1 միլիոն երևանցիների փոխարեն պայքարի, իմ կարծիքով դա էլ ռեալ եւ իրատեսական չէ։ Յուրաքանչյուրս պետք է անարդարության դեմ պայքարենք եւ ինչ որ առումով եթե չի ստացվում հաջողության հասնել, յուրաքանչյուրս նաեւ պետք է նայենք թե ինչու։ Արդյոք մենք արել ենք առավելագույնը, որպեսզի սոցիալական արդարությունը վերականգնի։ Գուցե մենք որպես քաղաքական թիմ նույնպես չենք արել առավելագույնը, գուցե այլ լծակներ ունեինք, որոնք չենք օգտագործել։ Այնուամենայնիվ քաղաքական պայքարի եւ սոցիալական պայքարի տարբեր մեթոդներ կան։ Մի քանիսը դուք նշեցիք, ես այդ մեթոդներին օրինակ կողմնակից չեմ։ Եվ կարծում եմ, որ արդեն 26 թվականի ընտրություններին քաղաքացիները գոնե պետք է իրենց քայլը անեն, մասնակցեն ընտրություններին եւ որոշեն ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան։ Ընդ որում, եթե վերադառնանք քաղաքապետարանում տեղի ունեցող դեպքին, ինչ որ առումով սա պատճառ է նաեւ նրա, որ մեր քաղաքացիները չգնացին ու չմասնակցեցին քաղաքապետի ընտրություններին։ Կարծեմ 24% էր չէ մասնակցության աստիճանը, այսինքն 28 բավականին մեծ մասը այդ ընտրությունները բոյկոտեց, ինչի արդյունքում այս մարդը դարձավ թաղապետ դարձավ, որովհետև Հանրապետություն կուսակցությունը չստանալով քաղաքացիների ձայների մեծամասնությունը ինքը փաստորեն կոալիցիայի միջոցով կարողացել է իր թաղապետերին մի քանի տեղում նշանակել մարդկանց խաբելով եւ ես հույս ունեմ, որ առաջիկա թե Երևանի ընտրություններում, թե համապետական ընտրություններում այս կուսակցությունը դուրս կմղվի պայքարից, որովհետեւ իրանք բացի հրահրելուց նման միջադեպեր, բացի ավականու աշխատանքը խարխլելուց եւ կոալիցիաներ կազմելուց ուրիշ բանի ունակ չեն։ Գյումրիում ես ցավում եմ, որ իրենց մասնակցության պատճառով նաև դաշինքներից մեկի ուրեմն ձայները չբավարարեցին, որպես իրենք նույնպես մտնեն ավականի, սա նույնպես կարծում եմ այդ կուսակցության գործունեության արդյունք է ինչ որ առումով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էին Գրիգոր Երիցյանի։